Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Իրինան եմ Արցախից։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել։ Մենք ավելի ենք ոգևորվում, երբ որ տեսնում ենք, խոսում ենք ասել, զայրներս, անպար նախագահին, Արցախը հայ ու հայկական պահող նախագահին, դաստիարակված ընտանիքի տեր մարդը, ով օրինակ, երբեք չեմ սիրել մեր տներ կամ դեպքամբեր, բայց երբ որ լսում են ձեր խոսքերը, մեծագոր Քոչարյան, նախագահ, մեզ համար հավերժ նախագահ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում և վստահ ենք, որ վերադարձ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ, հետևյալ խոսքերը։ Իրոք դուք դրական օրինակ եք մեզ համար։ Արժանապատիվ խաղաղություն ասածը նամից գավաթներ է, օրիմաստ, ես հավատում եմ արժանապատիվ խաղաղությանը, ես խաղաղություն չեմ ուզում, ուզում ենք արժանապատիվ խաղաղություն հզոր դաշնակիցների և վստահ եմ, որ մի օր նորից ազգի ավազանում իր հայ մակարդի Արցախը, նորից քարավանի նավից բռնած մասից ելնենք, դուք ասում եք ինձ մի սիրեք, բայց մենք սիրում և հարգում ենք ձեզ, սիրում ենք նորը մասիսի, սիրում ենք նեռը մռովի, սիրում ենք ֆանք կրանի և ֆանք մարասի, ուզում ենք վերադառնանք և նորից շենացնենք մեր տները։ Պարոն նախագահ, ասեցի, որ մեզ համար դուք միշտ նախագահ եք, ուզում ենք իրոք, որ վերադառնանք Արցախ և հարցս հետևի անել ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում մեր վերադարձը Արցախ, ինչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու մասին, շնորհակալ եմ այս հանդիպումը կազմակերպելու և իրականացնելու համար, մեզ ոգևորելու, նոր մշտավորելու համար։ Շնորհակալություն, երևի ընդհանուր հարցերի մեջ, որոնք այսօր Հայաստանի առջև կանգնացին, ինձ վաղ հարցը այդ հարցը։ Նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունք։ Այսօր Հայաստան որպես պետություն նույնիսկ չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին որքան մասին։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է ողջում և շատ դժվար է այդ երկել կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես հարաբաց այդ իրավունք հայրով։ Դրանից հետո պետք է գնա հետևյալ վերադարձվող մարդիկ պետք է անվտանգ լինեն և ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես և այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջելու, այո ժամանակ է պահանջելու։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հավատալ ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանալ։ Ուրեմն մոտեցումը, ալգորիթմը, այսպես ասենք, այդ հարցի կարգավորման դրանից։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին, միջազգային։ Դրանից պետք է սկսել։ Միկրոֆոն փոխանցեք։ Իմ ասելիքը հաշվի, վերջում նրա դեզի, խոսքս վերաբերում է
պատերազմով սպառնալիքի, մենք որպես հայ ուսումնասիրելով, ես շատ քիչ ժամանակ եմ ունեցել ուսումնասիրել հայոց պատմությունը, ես Մոնտեֆելդոնյանի վերջի խոսքը, որ փորձենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը, այսօր մեր հայոց պատմության վերջին էջը փորձում աշը։ Հայոց պատմության փորձերը շրջվելով մեր փորձում ենք մեր բոլոր իգություն, մեր բոլոր հերոսների, մեր հեթանոց տարաշրջանից մինչև այսօր։ Մենք պատերազմից չենք վախեցել ոչ մի տարաշրջանում և մեր ժողովրդի ես հավաստիացնում եմ, որ արցախյան պատերազմը չի հաղթել Ալիևը, մենք չենք վախենում պատերազմից, բնականաբար չենք ուզում պատերազմ։ Մենք միշտ վախեցել ենք դավական պարտությունից։ Ու շրջում եմ ձեր իշխանության գալու իմ խնդրակը մի կետ պատերազմ, պատժել դավաճանների, հեթանոց հայերի կարգ։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ մի քանի խոսք պետք է այդ պատերազմի մասին ասել։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ Այդ պատերազմը հետևանք է սխալ քաղաքականության։ Եթե հիշում եք 18 թվականից մինչև 20 թվականը Հայաստանի իշխանությունները դարել ես ինքս որ այդ տեսանկյունից մի քիչ ռադիկալ հայացքներ ունեի, բայց ես ասում էի սա ինչ են անում։ Սրանք մեր գլխին պատերազմ են բերել։ Ձախողելով բանակցային գործընթացը, անպագորգոր հայտարարություններ անելով Արցախ Հայաստանի հետ վերջ, մի քանի ծափահարություն, այսպես ասած, փոխելու համար, Արայիկ Հարությունյանի ինագուրացիան Շուշիի կազմակերպելը շատ սադրիչ քայլեր, կարող էին ինագուրացիան քրքշել կտրում Շուշիի չի անում, որտեղ Շուշի չափազանց զգայուն հարց է, և ադրբեջանցիների համար։ Եվ կրկնեմ, արել են ամեն ինչ մի կողմից քո դաշնակցի հարաբերությունները փչացնում ես, մյուս կողմից քո ճշնամուն անընդհատ հրահրում ես, սադրում ես պատերազմ վերսկսելու։ Արեցին ամեն ինչ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ևս մերձեցնելու ուղղությամբ։ Վերեցին պատերազմ։ Պատերազմի ժամանակ արեցին ամեն ինչ այդ պատերազմը պատվելու համար։ Այդ պատերազմում մենք չպետք է պատվելու։ Անտաղում ապուշ կառավարում էր այդ պատերազմը։ Սա իսկապես պրոբլեմ է մեզ համար։ Բայց հիմա մենք ևս կրկնեմ այս մենք ամեն ինչ պիտանենք, այո, որ պատերազմ չի լինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհ։ Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն։ Եվ ներքին, և հատկապես արտաքին։ Եվ մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Եթե խաղաղությունը երաշխավորված չի, եթե խաղաղությունը կախված է մեկ մարդու տրամադրությունից, դա խաղաղություն չէ։ Դա խաղաղություն չէ։ Դեպ այսօրվա օրինակ Իրանի պատերազմը մեկ մարդու տրամադրությունը, այսպես ասենք, սկսեց մի հսկայածավալ մի պատերազմ։ Ուրեմն խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին, և այդ երաշխավորված խաղաղությունը մենք ստանալու է չեմ կարծում, որ սա չլուծվող հարց է։ Սա լուծվող հարց է, և ես համարում եմ այն մարդուն, որ կարող է այդ հարցը լուծել։ Սրկաները մի բաներ ավելացնեմ, խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխի, և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովում։ Այս աբսուրդը քաղաքական համակարգում է։ Պատժելու հարցով անկասկած։